Աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների միջև մրցակցությունն ու հակասությունները եղել են մեր պատմության գրեթե բոլոր շրջափուլերում։ Եկեք միասին թերթենք մեր պատմության էջերը։ Առաջին եւ թերևս ամենադրամատիկ օրինակը 4-րդ դարից է Արշակունիների թագավորության շրջանից։ Խոսքը Պապ թագավորի եւ Ներսես մեծ կաթողիկոսի հակամարտության մասին է։ Դիմակայությունը հասավ այնպիսի կետի, որ ըստ մեր պատմիչների 373 թվականին Պապ թագավորի հրամանով Ներսես կաթողիկոսին թունավորեցին խնջույքի ժամանակ։ Ասում են, ամենայն դեպս պատմիչները այդ մասին են գրել։ Շրջենք էջը եւ տեղափոխվենք Բագրատունիների Հայաստան։ Այստեղ եւս մենք ականատես ենք լինում հակասությունների, թեև այլ բնույթի։ Աշոտ II Երկաթ թագավորի եւ Հովհաննես Դրացխանակերտի կաթողիկոսի միջև տարաձայնությունները ծագեցին արաբական արշավանքների դեմ պայքարի բարդագույն ժամանակահատվածում։ Սա ոչ թե իշխանական պայքար էր, այլ երկրի փրկության տարբեր ռազմավարությունների բախում։ Սակայն Բագրատունյաց թագավորության մայրամուտին հոգևոր առաջնորդի դիրքորոշումը ճակատագրական դարձավ։ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը վարում էր բացահայտ բյուզանդամետ քաղաքականություն։ Նա ոչ միայն աջակցեց Հովհաննես Սմբատ թագավորի կողմից ստորագրված կտակին, որով անին թագավորի մահից հետո պետք է անցներ Բյուզանդիային, այլև 1045 թվականին օգտվելով Գագիկ II թագավորի բացակայությունից համախոհների հետ Անիի բանալիները հանձնեց բյուզանդացիներին։ Սա մեր պատմության մեջ գնահատվում է որպես ազգային դավաճանության ակտ, որտեղ հոգևոր առաջնորդը գործեց ուղղակիորեն ի վնաս պետականության։ Գուցե նաև ազգի։ Նույնիսկ Կիլիկյան Հայաստանում, որտեղ եվրոպական ազդեցությունը մեծ էր, թագավորի եւ եկեղեցու հարաբերությունները միշտ չէ որ հարթ են եղել։ Լևոն II մեծագործ թագավորը ձգտելով թագ ստանալ արևմուտքից բանակցում էր Հռոմի պապի հետ։ Պայմաններից մեկը Հռոմի եկեղեցական գերիշխանության ճանաչումն ու որոշ դավանաբանական զիջումների գնալն էր։ Այս քաղաքականությունը հանդիպեց հայ հոգևորականության մի զգալի հատվածի, հատկապես արևելյան վարդապետների կոշտ դիմադրությանը։ Իր նպատակներին հասնելու համար Լևոն թագավորը, դեռ չթագադրված թագավորը, ստիպված էր միջամտել կաթողիկոսների ընտրությանը իրեն հավատարիմ գործիչներին առաջ մղելով, ինչը լարվածություն էր ստեղծում եկեղեցու ներսում։ Այս օրինակները ցույց են տալիս, որ պետության եւ եկեղեցու միջև մրցակցությունն ու պայքարը բնականon երևույթ են եղել պայմանավորված աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների շահերի բախման։